Ողջույն սիրելի հետևորդներ եւ հեռուստադիտողներ, դուք դիտում եք աշխարհի խոհանոցներ հաղորդումը, իսկ մենք այսօր անդրադառնալու ենք վրացական մշակույթի ամենակարևոր հատվածներից մեկին՝ վրացական խոհանոցին։ Այդ իսկ պատճառով հիմա գտնվում ենք շեֆ խոհարար Արսրունի խոհանոցում։ Արսրուն, ողջույն։ Բարեկարգ ջան։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն, շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեզ։ Մենք ենք ձեզ շնորհակալ, որ մեզ այս սենս դիմավորում եք։ Իսկ այսօր ինչ ենք պատրաստելու։ Մենք այսօր կպատրաստենք սացիվի, վրացական ազգային ճաշատեսակներից ամենաառաջնայինը, սացիվի։ Մենք հիմա կարող ենք արդեն սկսել մեր աշխատանքը։ Բայց ի՞նչ է մեզ դրա համար անհրաժեշտ եկեք ասենք։ Մեզ անհրաժեշտ է հավ, պոպոկ, աղացած պոպոկ։ աղացած պոպոկ։ Աղացած, քանի որ ասենք, որ հիմա չերկարացնենք, դրա համար ենք աղացած դրել։ Հա։ Այստեղ համեմունքներն են իրանց չափաբաժիններով։ Իսկ կարող է ասենք հիմա համեմունքները թե։ Համեմունքներից ուրեմն իրան ամենակարևորը շաֆրանն է։ Շաֆրան, Խմելի կինձա։ ինչա։ Խմելի կինձա։ Աղացած համեմի սերմա ինքը։ Աղացած համեմի սերմա։ Սա ուսխոս ունելի է, որը էլի յուրահատուկ առամատ է տալի ցանկացած ճաշատեսակի։ Վրացական խոհանոցում շատ են օգտագործում։ Շատ են օգտագործում, անբաժանելի մի մասնիկն է, թե պոպոկը, թե սխտորը, թե համեմունքները։ Ցանկացած ճաշատեսակի մեջ իր պարունակությունը կա, միշտ կա։ Ուրեմն Կարեն ջան, հիմա սկսենք առաջինը հավից։ Այս հավը ոնց որ արդեն բան է, չէ՞։ Հավը ես խաշելուց առաջ իրան շաֆրանով ձեթով մի հատ մարինացնում եմ, նոր խաշում ենք, որպեսզի իր գույնը ավելի ապիցիտնի լինի։ Հա, ավելի ախորժալի տեսք ունենա։ Իսկ բան այդ շաֆրանն ու ձեթը ինչ համադրությամբ ասենք։ Մենք հեսա պոպոկը, որ արդեն սկսենք մշակել սացիվի հիմար, ես բոլորը ցույց կտամ, էդի դուսագալի պոպոկի յուղից։ Պոպոկի յուղն ենք մենք հանելու ու իրան մարինացնելու ենք։ Ուղղակի իմ մոտ հիմա կա ես մարինացրել եմ, բայց ընթացքում մենք ցույց կտանք այդ։ Հասկացա, всё։ Այս դնենք մի կողմ, թե կտրատում ենք։ Չէ, հիմա սա կտրատենք, որ խաշվի։ Այս պետքա կտրատենք, ճիշտ է։ Ինչ որ հատուկ ձև կա կտրատելու, թե։ Չէ, ընդհանրապես մենք անելու ենք 2.5, հետո խաշելուց հետո իրան մենք կտորների կբաժանենք, հա։ Ու ըստ դրա արդեն իսկ քանի րոպե է խաշվելու։ Այս 25-ից 30 րոպե։ 25-ից 30 րոպե։ Սացիվի։ Սացիվին լավ բան է, չէ՞, տենց հայտնի է մարդկանց մեջ։ Հայտնի ուտելիք է ու չկա տես մի մարդ ինձ թվում է, որ չսիրի սացիվի։ Բայց կարող է մեր մոտ է հայտնի այդքան, բայց վրացիները իրանց մոտ էլ է շատ հայտնի ու ավանդական ճաշատեսակն է իրանց, որ ցանկացած իրանց տան հյուրի առաջ ոնց որ ներկայացնում են իրանք սացիվի։ Հասկացա։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա կտրատում ենք սող։ Քանի հատ։ 1-2 գլուխ։ Մեկը կլինի ես կտրատը։ Կտրատեք։ Այս մեծը երևի չէ, ինչ որ։ Որը կցանկանաք։ Բերեք այս կլորը վերցրեք, որ հեշտ լինի կտրատելուց։ Հա, բայց ոնց ենք անում։ Մեջտեղից մի հատ։ Այս գլուխներս Հանում ենք այս հետևի պոչերը, սրանք։ Հա, այստեղ, հա։ Բայց ոնց որ հանած է, հա, արդեն։ Հասկացա։ Այս էլ դուք եք։ Ես նանդար։ Շատ մանր պետք է լինի։ Հասկացա։ Ես դանդաղ անում եմ, ես մի ուշադրություն դարձրեք, ես ոնց եք անում, հա, ես վերջը բան չեք անում, չէ, ինչ որ, ընդհանուր իրան չենք բաժանում, որպեսզի հեշտ լինի կտրատը, որ ես պետք է կարենամ ընդհանուր չբաժանը, նայք, այս ես վերջը չեմ անում, նայք, տվեք ցույց տամ, վերցնում եք, այսպես, հասկացա, всё, այս գիմնասից ես արի,
Ես որ փչացնեմ ոչինչ, ես չեմ ներվի, որ ասեք այդ Ոչինչ։ Փորձի շրջանում ես ձեռք բերում հմտություն։ Այո։ Բայց մասը որ չեն կտրատել, ինչ ենք անում։ Ոնց են կտրատում։ Որ մասը։ Այն որ վերջում sense այսպես թողել ենք այս։ Դա նորից էլի շրջում եք։ Ու sense Հա, կտրատում։ էլի կտրատում եք, որ իր կուբիկը տեսքը չկորի։ Հիմա ինձ թվում է կոնցերտի զարունակացում ենք համատեմ կտրատում, բայց մի րոպե։ Հիմա պետք է ասես։ Մի բանով պետք է խանգարեմ, թե չէ։ Ես ես։ Շո։ Всё։ Նորմալ է, դանակի վրայի սոխը հանեք։ Այդպես այդպես հա։ Всё։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա լցնում Այդ ենք արդեն սոխը, սկսում ենք, այս ինչ որ իր այդ ժարիք ենք անում սոխը։ լցնում ենք թավայի մեջ։ Թավայի մեջ։ Թավան բան զետ լցրել ենք մեջ, թե չէ։ Հիմա կլցնենք, ձեթն էլ կլցնենք։ Հա։ Ավելացնում ենք։ Ավելացնում ենք ձեթ։ Իսկ այդ ոնց որ շատ ինչքան զետ։ Մոտավորապես մի եթե սարքում ենք 5-ից 6 բաժին, ցանկալի է որ սոխի վրա լինի մոտ 80-ից 100 գրամ ձեթ։ Հա, 80-ից 100 գրամ զետ։ Այսինքն այս ինչ որ մենք հիմա պատրաստում ենք 5-ից 6 հոգու համար է։ Հա, Հա, 5-ից 6 բաժին։ մի հավը 5-ից 6 բաժին, հա, լավ է։ Ստացվում է։ Ուրեմն վերցնում ենք մենք սա, Այս ինչի՞ է մորը։ պոպոկի համար որ խառնենք պոպոկը։ Այս պոպոկը լցնեմ մեջ, է։ Բոլորը չէ։ Այդ բանը սոխը թույլ կրակի վրա ենք անում, հա։ Որպեսզի դառնա ոսկեգույն։ Մեկ էլ ես մոռացա այս հավը ինչքան ենք թողում։ Հավը եթում ենք 20-ից 30 րոպե։ 20-ից 30 րոպե, հա, այդ հիշեցիք։ Ուրեմն վերցնում ենք պոպոկը, Իսկ այս աղացած պոպոկի ինչքան է, քանի գրամ է կամ ոնց որ կիլոգրամ է, թե ընդհանրապես պոպոկը մենք ճաշի մեջ օգտագործելուց աղում ենք 2 անգամ։ հա, 2 անգամ ենք իրան մենք աղում, որպեսզի իր հատիկները շատ խոշոր չլինի։ Հիմա մենք ստեղ վերցնելու ենք մոտավորապես 1 կիլոգրամի չափի պոպոկ։ 1 կիլոգրամ պոպոկ, հետաքրքիր է։ Բայց 2 անգամ աղացած։ 2 անգամ աղացած, ցանկալի է 2 անգամ աղացած։ Ուրեմն մենք վերցնում ենք շաֆրան, Շաֆրանն էլ ոնց որ 2 թեյ գտալ, հա։ երկու պտկունց, ձեռքով 2 պտկունց։ Վերցնում ենք ուծխոսունելի, սա լցնում ենք մի քիչ ավելի քիչ։ Հա։ Այս մեծ միասես մի պտխունց մեծ հավեսով։ Իսկ խմելիքի ինձան աղացած համեմիսերը մենք գցում ենք ավելի քիչ քանակությունով, որտեղ ինքը իր համայնով ինքը ավելի սուր է հոտը։ Դրա համար աշխատում ենք մենք իրան քիչ օգտագործենք։ Հասկացա։ Որ շատ լինի, կարող է ինչ որ տես դառնա համ, հա, ինչ որ տես Հա։ գերակշռի շատ։ Ու մի Գցում ճաշի ենք գտալ, սխտոր։ սխտոր, հա։ Հա։ Մի ճաշի գտալ սխտոր։ Այս ինչ համեմունք ստեղ կա, մենք կարանք, չէ՞, գտնենք այդ մեր սուպերմարկետներում շուկայում ցանկացած համեմունքը մենք կարանք գտնենք վրացական համեմունքները։ Այսօր չկա նման բան, որ ասենք մենք ուզում ենք ուծխոսունելի չկարենանք ճարենք մեր շուկայում։ Կա ամեն տեսակի համեմունք էլ ունենք։ Ավելացնում ենք 1 ձու։ Բայց հիմա երբ պետք է խառնենք։ Հիմա ձեռքով Ձեռքով նաև մի քիչ աղ ենք ավելացնում։ մի պտղունց աղ, Ընդհանուր հետո արդեն համը այնտեղ կնայենք։ մի պտղունց աղ, թե Հա, մի պտղունց աղ, ընդհանուր արդեն կասուլյայի մեջ կփորձենք համը։ Ուրեմն մենք իրան տրորում ենք Ձեզ այսպես։ ինչ որ Միասեր զանգված դառնա։ Հա։ Հետաքրքիր է։
Սենց մենակ կամ միսն եմ Մենակ տեսել որ դուք անում այնտեղ սոխին նայեք չվարվի, դրանով օգնեք ինձ։ Ահա։ Ես Մերսի ինձ վստահելու համար այս սոխի չվարվելը, բայց խոսք չեմ տալիս։ Կփորձեմ ամենայն դեպս։ Ոչինչ, թազեն կդնենք։ Ես հիմա անընդհատ բան անեմ, սենց խառնեմ, թե Խառնենք, ուղղակի չէ, խառնենք, թե ուղղակի շատ ուշադիր նայեմ սոխին։ Ահա։ Իսկ այդ ինչ որ տենց հատուկ ձև, ինչ որ չափականակ կա տենց ունցելու, հա։ Հա, իրան տրորում ես այնքան, հեսա մենք կսկսենք արդեն պոպոկի յուղը հանել։ Հասկացա։ Դեմքս երևաց որ չհասկացա, բայց հասկացա։ Մեզ սոխի հոտնելը հաճելի, այդ հիմա ինչ եք անում։ Հիմա փորձում ենք իրա յուղը քամենք, հանենք, որ չպետք է լինի մեր ուտեստի լինի մեջ։ վերջում մատուցելուց, երբ որ սացիվին մատուցում ենք, յուղը լցնում ենք իրա երեսը։ Բայց հիմա դրա այդ որտե եք հիմա բան անելու բա։ Հեսա այն ամանի մեջ ենք լցնում։ Հա։ Հիմա պետք է ասեն զերով ճզում ենք, հա։ Ու Ճզմում դուրս է ենք, գալու հա։ յուղը։ Սացիվի պատրաստելու համար լավ ուժ է պետք է։ Լավ պինդ պոպոկ ոնց որ, հա։ Դժվարությամբ բա թողում յուղը։ Ահա, եկավ յուղը։ Այքես բան։ Սացիվի ուտելուց կմտածեի, որ այսքան բան է արվում, որ դու ուտես սացիվի։ Ես հիմա պոպոկի յուղն է, հա։ Այո։ Մենք տեսայք ընդհանրել խառնել ենք իրա մեջ համեմունքները մեկ էլ մեկ ձու։ Հա։ Հասկացա։ Իմ ուղղակի ես բան մոռանում եմ, բայց երևում է զարմացած հայացքից։ Ապտես ձեռս ավտոմատ աշխատում աստեղ, բայց ստեմ նշել, հեն հավեսով արդեն սկսեց գալ։ Իսկ ինչքան կանվի, այնքան կանենք, հա։ Հա։ Ինչքան ուժ կա բրունցների մեջ քանում ենք որոնը։ Ոյ։ Եկեք բան։ Այսքանը, չէ, հերիք չի։ Իսկ ինչ որ տարբերակ կա, որ ասենք այդ հատուկ ձև պետքա, չգիտեմ, կամ պոպոկ հատուկ պոպոկ պետքա լինի, որ իրա յուղը շատ լինի։ Չէ։ Ընդհանրապես բոլոր պոպոկների մեջ իրա յուղայնություն ունի։ Դրա համար պետք չի ընտրել եսիմ, բայց ցանկալի է միշտ սացիվին եփել սպիտակ պոպոկով։ Ոչ թե կարմիր ոսկեգույն, այլ ցանկալի է սպիտակ պոպոկով, հետո նայել, որ ինքը պոպոկը դառնահամ չունենա։ Բայց ես ոնց կարանք այդ երևի չեն կարա, չէ՞ տես։ Դե ոնց որ 50-50 է, էլի։ Դառնելուց մի քանները պետք է փորձենք։ Հա։ Դառնություն չունենա ու վсё։ Վերջ։ Ամեն ինչ բարձ է, էլի պետք է ուղղակի փորձես հասկանալ, դա չունի։ Իսկ մինչև մենք ճզվում ենք յուղը, մինչև ես սոխարած եմ անում կյանքիս մեջ առաջին անգամ, դուք մի մոռացեք բաժանորդագրվեք։ Եվ անջատեմ, հեսա բանուն եմ ասելու։ Եվ ես ինչ անեմ, որով է։ Այդ դրանով, հա։ Այս կողմ։ Դուք բաժանորդագրվեք մեր Facebook-յան, Instagram-յան ու էլ ինչ ունենք, YouTube-յան հալիքներին։ Գրեք կոմենտներ, լայքեք։ Ձեր կոմենտների մենք կանրադառնանք, թե ինչ եք ուզում, որ մենք պատրաստենք։ Այդքան բան։ Վերջ։ Ես ուղղակի զբաղված եմ, սոփարած եմ սա։ Նենց անդուր է, որ սենց արդր ունի սենց սիրուն կտրտած սոխի մոտ տելում եմ իմ մեծ կտրտածը, բայց ոչ։
Հիմա վերցնում ենք մեր քամած պոպոկը, որի յուղը որ մենք առանձնացրինք, Ահա։ ավելացնում ենք իր վրա ջուր, Տակ ջուր թե սառը։ Միջին բան սենյական ջերմություն։ տարբերություն չկա։ Իրան փորձում ենք Իսկ ինչքան ջուր ավելացինք մոտավոր։ մոտավորապես մի 300 գրամի կարգի։ 300 գրամի մոտավոր։ Օհ, ու էս ինչ է տա կիլոտունի։ Ուսը սկսում ենք ոնց որ Իրան բացում ենք, պոպոկը որ լավ արդեն խառնվի, ջրի հետ միասեռ զանգված դառնա։ Ու ավելացնում ենք սոխի ժարի տարած սոխի վրա։ Հա, այդ ենք ավելացնում, Ես սա ավելացնում ենք այդտեղ։ Պետք է երևի նենց անենք, որ գնդիկներ չմնա։ Չկա, այո, գնդիկներ չմնա, որ ավելի իր տեսքը ապիցիտնի լինի։ Հասկացա։ Ես անպայման տանը սարքելու եմ։ Արդյոք փորձելու եմ սարքեմ։ Իսկ ու մայ մոտ անպայման կստացվի, ես արդեն հա ես փորձես բան։ Անկապ խոսում եմ։ Բայց կարող եմ այդ անջատած վիճակում ենք բան անելու, ավելացնելու։ Հա։ Եկեք ասեք դուք ես, ահա։ Ամբողջությամբ լցնում ենք։ Ամբողջությամբ լցնում ենք պոպոկը։ Մեր հավը երում է։ Հիմա կավելացնենք մի քիչ ջուր նայել։ Հա, այս տակին էլ ենք բանանում։ Տակին էլ այո, որ լցնենք իր մեջ։ Չենք կորցնում ոչ մի Ոչ պոպոկ։ մի պոպոկ։ Այո։ Ազատություն պոպոկների։ Այդ վերցնեմ ես։ Հա, դա չկար։ Սա կդնենք ստեղ։ Հիմա կմիացնենք գազը, որպեսզի ինքը Իսկ հիմա իրան պետք է տենց եռացնենք, հա։ հա Մանր դանդաղ կրակի վրա դանդաղ կրակի վրա։ ու փորձում ենք անընդհատ իրան խառնել, որպեսզի տակը նստված չտա, չկպնի։ Հա, ու քանի րոպե։ Մինչև եռալը։ Հենց եռում է, ուրեմն վերջ։ Արդեն պատրաստ է ինքը։ Իսկ եթե ինչ-որ մի բան կա անելու, կարող է ես գամ այդ դες խառնեմ անընդհատ Խառնեք։ Հա։ Առանձնապես մի Առանձնապես բանով օգտակար լինեմ։ Որոշ մի բանով օգտակար լինեմ։ Որ երկար ինչ-որ չեմ հիշում ինչ-որ բան են սարքում, որ երեխան կանչում են ասում են մեր խառնի։ մեծերը երբ որ սպաս էին նեփում, մենք պարտադիր պետք է կասուլային կայնած անընդհատ խառնեինք, որ չկտրվի։ Հետո քիչ առաջ եկավ մեջը չոփ ենք կտրում գցում, որ չխառնեին, չկտրվեր ու հիմա արդեն ընդհանրապես դրա կարիքը չկա խառնելու։ Աղոթում ես, որ ինքը եռա, այն որ խնդրում ես, որ եռա։ Հիմա մի հատ իր աղը նայենք։ Համա ընթացքում աղը փորձում ենք, հա։ Այսինքն ցույց արդեն ես ճաշակի, հա։ Աղը թե Ցանկալի է, որ աղը բռնեցնես, որ ոչ աղի, ոչ անալի, միջին, ոսկե միջինը։ հա։ Որ երբ որ հաճախորդ ուզում է ավելացնի, տեղ ունենա ավելացնելու, եթե չէ Շատ նորմալ ալանել լինի։ չլինի, Հա, էլի։ շատ ալանել չլինի, որպեսզի դու իր լիարժեք համը զգաս։ Ինքը որ ցենց եռած բան թանձրանալու է, հա։ Հա։ Շարունակում ենք մեր սացիվի պատրաստելու process-ը։ Ինչ ենք անում հիմա Մեր արդեն։ հավը արդեն խաշվել է, պատրաստ է։ Մեր հավը կփորձենք կացայից հանել։ Չէ, քամել բան պետք է, թե ուղղակի հանում։ Չէ, հիմա կհանենք մենք իրան։ Կբաժանենք կտորների։ Էսի մասը խառնեմ, թե Չէ, թող մնա, դա արդեն հավը կավելացնենք ու ավելացնում ենք իր մեջ, որպեսզի ինքը սոուսի հետ համային լրի վերցնի իրան։ Իսկ բանը կտորները դա միջին, հա, միջին ու Կտորները ցանկալի այս չափի լինի, որ ուտելուց հարմար լինի ու
վերցնելուց ասենք չվերցնես մեծը Իսկ բանը հիմա ոսկորով դնում ենք սացիվիի մեջ, այսպես։ Իսկ կա այս տարբերակը առանց ոսկորային անում կամ ուրիշ տարբերակով են անում։ Մարդիկ կան տարբեր ձև են պատրաստում սացիվին։ Մարդիկ կան, որ ոսկորից առանձնացնում են, միսը լցնում են մեջը, տենց են ուտում։ Մարդ կա, բայց ավելի ցանկալի է ոսկորով ուտես, որ լիարժեք դու մսի համը զգաս։ Իսկ նա արդեն ոնց որ ինձ թվում է ինքը արհեստական է։ Բնական ոչ մի բան չկա։ Իսկ եթե ոսկորով չի։ Իսկ ոսկորով ինքը արդեն բնական Եվ բանը, իսկ մենակ այդ բան հավի ոսկորով կամ ոչ ոսկորով բանն է, որ տարբերակ ոչ, մարդիկ կան օրինակ եփում են հնդուշկի մսով։ Հնդուշկով են սացիվի եփում։ Մարդ կա եփում բադով։ Նայած ըստ ճաշակի, ըստ ցանկության։ Օրինակ Վրաստանում, ասենք, այնպես չի, որ բոլորը պատրաստում են մի տեսակ սացիվին։ Բոլորի մոտ, ասենք, ինքը պատրաստվում է տարբեր եղանակներով։ նույնիսկ բաները էս Համեմունքները նույնն է, օրինակ մարդկա պատրաստում է առանց սոխորացի։ Առանց սոխորացի է պատրաստում, մարդկա պատրաստում է զուչի գցում մեջը, մարդկա պատրաստում է, ասենք, իրան ավելացնում է ալուր մեջը, պոպոքի հետ, սովորական ալուր, որպեսզի խուստ է ինքը, ասենք ինքը, հա, խտությունը, որ ուրիշ տեսք ստանա։ Նայած տարբեր մարդիկ տարբեր ձև են պատրաստում։ Մենք մեր այս պատրաստածը սա կոչվում է կլասիկ։ հասկացա, սա կլասիկ սացիվին է։ Իմացակ, այս ինչ որ անում եք, սա կլասիկ սացիվին է։ Կա տարբեր էքսպերիմենտներ անեք, բայց մենք կլասիկ անում ենք ոսկորով առանց արիվի։ Որ ախորժալի տեսք ունի անկեղծ։ Հա, մեկ էլ արդյունքում ես ուղղակի այդ պայն տես չհասցրեցի քեզ արդեն։ Այն որ համը փորձում էր, ձեռքից էի փորձում։ Այո։ Ուրեմն միշտ ես փորձում եմ ճաշատեսակները ափիս միջոցով։ Ես ավելի լիարժեք եմ իր համը զգում, քան թե գթալի միջոցով։ Ես ափով եմ փորձում ու խորհուրդ կտամ բոլորը ափով փորձեն, որովհետև հետո այդ գթալը նորից չես օգտագործում ճաշի մեջ։ Կան, ասենք, հակահիգիենիկ բաներ էլ, ասենք, պահեր էլ լինում, խոսքի կարող է մարդես մոռանաս, գթալով փորձես, հետո նորից գթալը մցնես ինձ։ Իսկ քո արդեն ապահովության համար ափով փորձում ես, գթալը դնում ես տեղ։ Համ համն ես ճիշտ զգում, համ ամեն ինչից ապահոված ես լինում։ Հետաքրքիր է։ Խորհուրդ։ Վերջ։ Համը փորձեք ձեռքի ափից։ Դակու չեմ փորձել, բայց կանեմ։ Էս Մեր սացիվին պատրաստ է, հիմա դնենք ստեղ։ ինչ ան։ Բան չէ, ես հիմա կլցնեմ իրան մեր ափսեի մեջ։ Ինչ ախորժալի տեսք ունի անկեղծ։ Ընդհանրապես սացիվին փորձում են ուտում են կամ սառը վիճակով, սառը կամ տաք, դա ըստ ճաշակի է։ Ցանկալի է օրինակ իրան փորձել միշտ սառը վիճակում, որպեսզի իր լիարժեք համերը դու զգաս, պոպոքի համը։ Տաք վիճակում դու իրան որպես միջինն ես զգում։ հա, լիարժեք իրան դու չես տենում։ Իսկ սառը վիճակում արդեն դու ուտում ես, խոսքի լիարժեք են պոպոքի արամատը, մեջի սխտորը, համեմունքների բոլոր համերն ես զգում։ Սառը վիճակ։ Եթե շատ սոված ես, Եթե շատ սոված ես, ուրիշ բան կեր։ խնդիր չկա, կարա սառը ուտես էլ։ Ուրեմն, սա այն ձետն է, հյուղն է, որը որ մենք պոպոքից առանձնացնենք։ Հասած մեկ առանց։ Սա այդ հյուղն է, որպեսզի, ասենք, իր տեսքը ավելի ախորժալի լինի, մենք ավելացնում ենք այս հյուղը իր վրա, այս տեսքն ենք տալի։ Հա, մի քիչ տես երես մեղրի պես sense։ Բարի ախորժակ։ Իրան կարելի է չուտել երկար նայել, բայց մենք այս արյան ուտել։ Всё, մեր սացիվին պատրաստ է։ Մենք պետք է հիմա համտեսենք։
Սկսեմ ես երևի, չէ՞։ Սկսեք։ Առաջինը դուք փորձեք։ Ո՞վ է չմես կտա։ Իրոք մաս sense անեմ, մի հատ էլ էս յուղը sense։ Երա ոնց է կարագես, շատ համոմա։ Եվոր լավ, արդեն արին ձողտին է կարագենք իրա համը։ Ոնց է կարագես, համոմա շատ։ Մերսի կազմակերպիչների շատ համոմա։ Որ կտանք, որ պատրաստեք, դուք էլ զգաք ես ամ։ Այ եթե ունե կես ժամը չունեք, ժամանակ չունեք, բան, գալիս եք գենասպարը արդյունքում, պատրաստում ում դուք վայելում եք, եթե չէ, դա անել կարակ ու արժի, իրոք արժի։ Այս պոպոքը մի տեսակ ոնց որ պոպոք չէր։ Ինքը Ոնց որ չէր նոր արդեն մենք իր մեջի յուղը վերցրել ենք։ Այն ինքը հիմա ավելի թեթև համում է։ Իսկ երբ որ իրան դու յուղով ուտում ես, ինքը ավելի խիտ է իր համայնով։ Իսկ հիմա մենք իր յուղը վերցրել ենք, իրան պլյուս դրան լեփել ենք ու պլյուս դրան աղացածը իր համայնը արդեն լրիվ նուրբ է։ Հասկացա։ Չէ, գերազանց է։ Դուք էլ բա ով չի ասել բաժանորդագրվի մենեջերին YouTube-յան, Instagram-յան ու Facebook-յան։ Արագացեք, բաժանորդագրվի։ Բացեք թողնեք, ինչեր եք բաց թողնում դուք։ Հանուշ լինի։ Շատ լավ։ Բայց ոնց կորային դայցերը։ Իսկ դուք որը իմոր ասեք, որ մենք կանդնենք հաջորդ հաղորդմանը ու բուծե ձեր գրած կոմենտի իման վրա կպատրաստենք հենց ձեր ցանկացած ուտելիքը։ Հաջողություն։